Դեպի Վարդան, եթե ընդհանուր տեխնիկական պատճառներով հնարավոր չի լինում այդ բանը վճարել եւ անհետաձգելի վիրահատության խնդիրը, գիտեք, մեր բժիշկները ժողովրդի լեզվով ասած աստված տվե չի խնայում, ինչու չես վճարում չեն անում որևէ գործ։ Ասենք նույնա դեպքի համար ինչ-որ բան նախատեսում ենք, որ հնարավորություն լինի մարդիկ վերջ իրենց առողջության խնդիրի լուծեն եւ հետո էլի վճարեն, ասենք։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Բագրատյան, այս հարցը կարելի էր ընդհանուր տալ, երբ մենք անկանխիկի մասով որոշում ենք կայացրել, որ ամբողջությամբ պետք է անկանխիկ լինի։ Ես ընդունում եմ, բայց ուզում եմ ասել, այստեղ նախագիծը էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելու մասին է։ Այսինքն այսօր էլ ինքը այսպես թե այնպես վճարումը կատարում է կամ POS-ով կամ տերմինալով։ Հիմա իմ նախագիծը ենթադրում է, մեր նախագիծը ենթադրում է, որ տերմինալով վճարման դեպքում նույնպես ՀԴՄ է գեներացվելու։ Այսինքն այն հարցը, որը դուք եք բարձրացնում հասանելիությունը, էլի այդ պահին վճարման հասանելիությունը, դա ընդհանուր է կանգնած եւ կարծում եմ այս բանի որևէ խնդիր դեռ նման խնդիր չի առաջացրել, ամենայն դեպս կյանքը էտա ցույց տվել փորձը Վարդան ջան, ոչ թե վճարողն է թերանում, այլ այդ համակարգը, տվել համակարգի այդ բանին, գիտեք, հաճախ ցանկացած համակարգում, նույնիսկ ակրան էլի թողեց խնդիրներ սարքեց։ Հիմա պատկերացեք այն երկու օրը, որ ագրայ որևէ գործար չէր, մարդ պետք է վիրահատի։ Խանութը ուրիշ բան, դա լավ տարետրում կամ կանխիկ արա կամ մի բան, այդպես հիվանդանոցները այդ կանխիկը չեն ընդունում։ Այս իմաստում մենք երևի հնարավորություն մտածենք հետագայում, էլի առաջից երկու։ Ես ճիշտ եմ, չէ՞ հասկանում, օրինակ, եթե եկել է անհետաձգելի վիրահատությունը, միգուցե բժիշկ այդ վիրահատությունը կատարում է, մի ժամ հետո գալիս են քարտով վճարում, ի՞նչ Շատ լավ տարբերություն։ կլինի, բայց ցավոք սրտի բոլորիսը դիմել են, ես 6 միլիոն 200,000 պետք է մուծեմ իմ համագյուղացին, 6 միլիոն վճարել են 200,000 ասում չէ, միջև չվճարեք չենք վիրահատում։ Ընդամենը 3 օր առաջ։ Պարոն Բագրատյան, հասկանում եմ, բայց սա մեր նախագծի շրջանակում չի առնչվում։ Ընդհանուր սա բժշկական հաստատության առողջապահության Բայց նորից եմ նախագծի ասում, հագուստ գնելուց կարող ասել, ասես լավ վաղը կգնան։ Առողջապահության իմաստով պետք Դա ներքին պայմանավորվածություն է, բայց ամեն դեպքում երբ եկավ այդ 200,000-ը վճարելու, միևնույն է այդ խնդիրը, այս կարգավորումը էլի աշխատելու է եւ լինելու։ Ամեն դեպքում ես կմտածեմ մի առաջարկ կանեմ առաջից երկրորդ թերթով, որ այս դեպքերն էլ Լավ, այլ հարց, խնդրեմ, պարոն ավարտեմ ես էլ անդրադառնամ, պարոն Բագրատյան, կոնկրետ այս նախագծի հետ, այսինքն այս նախագծի շրջանակում ձեր բարձրացած խնդիրը անհնար է լուծել, որովհետև ընդհանրապես կապ չունի այս նախագծի հետ։ Այսինքն նախագիծը ընդհանրապես էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելու մասին է։ Կվճարեն, կգեներանա, չեն վճարի, չի գեներանա, էսա։ Հիմա դուք ասում եք, եթե ինքը չկարողանա վճարել, այս նախագծի շրջանակում կարող եմ ասել, որ չի գեներանա ՀԴՄ-ն։ Այսինքն այլ պատասխան չեմ կարող տալ այս նախագծի շրջանակում։